Այս ինֆորմացիան, որտեղ տեսնում ենք ռիսկեր, տալիս ենք հանրությանը, ասում ենք տեսեք, sense դեպք կա։ Իրավապահներ ջան, տեսեք, sense դեպք կա։ Կարող եք գնալ ուսումնասիրել, եթե ուզում եք ուսումնասիրել, եթե կա քաղաքական կամք ուսումնասիրելու, պարզելու, գնացեք, ուսումնասիրեք, պարզեք եւ մարդկանց ներկայացրեք։ Եթե պնդած լինեինք, որ ինքը մյուսներից էժան է ձեռք բերել, դա կհերքվեր էս բանով կադաստրի կոմիտեի տված ինֆորմացիայով ու մենք հերքում կտարածեինք, բայց մեր որևէ պնդում, որ մենք առաջին նյութում արել ենք, չի հերքվել։ Բարև ձեզ, գրադարանում այսօր զրուցում ենք հետքի լրագրող Արմեն Ղազարյանի հետ։ Ողջույն Արմեն։ Դուք այս ամիս հրապարակեցիք հետաքննություն Աբովյանի, Արինջի հողատարածքների, ինչպես են դրանք սեփականաշնորհվել, նշանակությունը փոխվել, վրան կառուցվել են թաունհաուսներ եւ բնակելի շենքեր եւ այնտեղ հնարավոր ոչ այդքան թափանցիկ կապերի մեղմ ասած մասին, որի առիթ եղել է եւս մեկ հետաքննություն, որը դեկտեմբերին է եղել, ուզում ենք այդ ամեն ինչը քննարկենք։ Այս նոր հետաքննությունը այն մասին է, որ կա մի ընկերություն կառուցապատող Միլոն Mining ՍՊԸ-ն, ով վերջին տարիներին է մտել կառուցապատման ոլորտ 2022-ից, մինչև դա ինքը զբաղվել է շինանյութերի վաճառքով մեծածախ ու հիմա որոշել է 2022-ին մտնել շինարարության ոլորտ, 3 շենք է կառուցում, երկուսը Աբովյան քաղաքում են, մեկը Առինջ բնակավայրում, որը էլի Աբովյան համայնքի մաս է։ Այդ Առինջի շենքի կողքը նաև թաունհաուսների թաղամաս կա, որտեղ Հայկ Կոնջորյանը, քաղաքացիական պայմանագրի խմբակցության ղեկավար, տուն է ձեռք բերել։ Դե դեկտեմբերին գրել էինք տան մասին, քանի որ պարոն Կոնջորյանը արձագանքել էր մեզ, այդ պատմությունը էլի ծավալվեց, որոշեցինք նաև ավելի խորանալ, հասկանալ ինչ կա այս ընկերության հետևում, ովքեր են այս մարդիկ, ոնց են այդ տարածքները ձեռք բերել, որի վրա այս շենքերն են կառուցված, ու սկսեցինք անել այս հետաքննությունը, ես եւ իմ գործընկերը Տիրայրը, մենք ուսումնասիրել ենք այդ հողերի ձեռքբերման պատմությունները, դրանք երեքն էլ ինչ-որ առանձին երկար պատմություններ են, չգիտեմ, եթե մարդկանց հետաքրքիր է կարող ենք պատմել։ Զուտին հետաքրքիր է, թե լրագրողը ինչպես է ձեռք բերում պաշտոնական փաստաթղթերը, ինչ որ դեպքերում ինչպես է ձեռք բերում ոչ այնքան բաց փաստաթղթերը, եթե փակ են կամ թաքցվում են դրանք մեզանից, եւ ինչպես է ամենակարևորը ցույց տալիս այդ կապերը։ Այդ լրագրողական աշխատանքի խոհանոցը, եթե մի քիչ պատմենք, հետաքրքիր կլինի։ Դե իրականում Հայաստանում շատ տվյալներ հասանելի են, շտեմարանները այդքան էլ տենց փակ չեն, օրինակ, չգիտեմ, կադաստրի կոմիտեից կարելի է ստանալ այդ տեղեկատվությունները, հողերի սեփականատերերի մասին, իրենց պատմությունները հողերի եւ հենց այդպես են արել, օրինակ, չգիտեմ, տեսնում ենք, որ կա մի հատ հողատարածք Աբովյան քաղաքում համայնքապետարանի հարևանությամբ, որի վրա հիմա շենք է կառուցվում, ու ուզում ենք հասկանանք ինչ ա եղել այդտեղ առաջ։ Նախ օգտվում ենք, չգիտեմ, Google-ի քարտեզներից, ժամանակագրորեն հետ ենք գնում, տեսնում ենք, թե ինչ ա եղել այդտեղ առաջ։ Ու երբ որ հետ ենք գնում, տեսնում ենք, որ այդտեղ զբոսայգու տարածք ա եղել, այնտեղ քարտեզի վրա ճեմուղիներն էին երևում, ծառերն էին երևում, հետո դրանց մի մասը չորացել էր ու երբ ուզեցինք արդեն կադաստրի կոմիտեից պատմությունը, նաև այստեղ երևի կարևոր է ասել, որ զբոսայգին ընդհանրապես մասնավորեցնելը զբոսայգին հնարավոր չի մասնավորեցնել, որովհետև հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հող է ինքը եւ լրագրողի աչքը բռնում է, որ այդտեղ խնդիր կա։ Հա, այդտեղ արդեն դա կարմիր դրոշակ է մեզ համար, որ այդտեղ խնդիր է լինելու եւ դե ավականու եւ համայնքի ղեկավարի որոշումները իրականում շատ on-line տիրույթում չկան, էլի պետքա գնալ, արխիվ, ուսումնասիրել այդ փաստաթղթերը։ Կարծում եմ պետքա լինեն, էլի։ Հիմա 2021-ից հետո արդեն կան, երբ որ համայնքները խոշորացվեցին արդեն, բայց դրանից առաջվա ինֆորմացիան գտնելը մի քիչ բարդ է։ Իսկ Առինջինը չկար։ Առինջինը չկար։ Առինջի կայքը ընդհանրապես համայնքի կայքը հիմա չի գործում ու այդ ամբողջ տվյալները որևէ տեղ, այսինքն բացի արխիվից որևէ տեղ ուրիշ չկան, տենց դե երկար աշխատանք արխիվի հետ, դիմում գրել, գնալ
մի մասը, չգիտեմ, Երևանում ծանոթանալ, այստեղ, չգիտեմ, Աբովյանից ուղարկում են Երևանում ենք ծանոթանում, հետո հասկացանք, որ տենց կիսա տա լինում ինֆորմացիան, գնացինք արդեն Աբովյան, տեղում այդ բոլոր թղթերը վերցրեցինք ու դե հնարավոր չի կոնկրետ ինչ-որ բան ուզել նայել, որովհետև չգիտենք որ օրնա տեղի ունեցել սեփականաշնորհումը, իր հետ կարողա այդ տարածքը մի ամբողջական տարածք չի եղել, մի քանի կտորով է վաճառվել, օրինակ, այս դեպքում այդպես էր եղել։ Գնացինք, նայեցինք այդ փաստաթղթերը ու տեսանք, որ իրականում շատ ցածր գներով այդ հողամասը վաճառվել է այն ժամանակ Կարապետ Գուլոյանն էր համայնքի ղեկավարը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան եւ վաճառել է այդ հողամասը 2 կտորով, եթե չեմ սխալվում 2014 եւ 16 թվականներին շատ ցածր արժեքներով վաճառվել է Էդվարդ Բաբայանի մորը եւ կնոջը, ով հիմա Աբովյան համայնքի ղեկավարն է, էլի Բարգավաճ Հայաստանից։ Վաճառվել է իրենց, հետո այդ տարածքները միավորվել են, վաճառվել են այս կառուցապատողին Բաբկեն Հովակիմյանի ընկերությանը եւ վաճառվել են վաճառքի գինը ճիշտ ասած չեմ հիշում, հոդվածում կա, բայց շատ մեծ չի։ Հա, եւ դրա դիմաց Էդվարդ Բաբայանի մայրը ենթադրում ենք, որ դրա դիմաց դա տենց ոնց որ ենթադրություն ստացել է հասարակական նշանակության տարածք մյուս կառուցվող շենքի, դա Բարեկամության հրապարակ 5/1 հասցեն է, Աբովյան համայնքի օգոստոսի 23-ի փողոցի շենքում առաջին հարկում հասարակական նշանակության 2 տարածք է ստացել։ Հիմա այդտեղ արդեն կասկածները ավելանում են, որովհետև համայնքային պաշտոնյան համայնքից իր հետ էլի փոխկապակցված կուսակցից ժամանակին շատ կասկածելի գործարքով ձեռք է բերել զբոսայգու տարածք, հետո դա փոխանակել է հասարակական նշանակության տարածքի հետ, այդտեղ արդեն կոռուպցիոն ռիսկ կա մեր կարծիքով եւ մի պատմությունը դա է հողամասի, չգիտեմ, մյուսը բաններ, առինջի տարածքներ, որը էլի համայնքային հող էր եղել եւ սեփականաշնորհվել էր 2020 թվականին, այդ կարծում եմ կհիշեն մարդիկ, թե ինչ իրավիճակ էր այդ ժամանակ Հայաստանում, դեկտեմբերին հետպատերազմական թարմ, հետպատերազմական, այո, տենց խառը իրավիճակ, պետական ապարատը, չգիտեմ, բնականon չէր գործում ու այդ ընթացքում օրերի ընթացքում նույնիսկ տենց տարվա վերջին աշխատանքային օրով դեկտեմբերի 28-ին ավականին նիստ ա գումարում ու որոշում է, որ մի քանի տարածք առինջից այդ դա Գայի պոստ կոչվող հատվածն է, չգիտեմ, կողքը Orange Mall-ն է, հետևում Բելարուսի դեսպանատունն է, այդ շրջանում մի քանի հողեր, որոնք նախկինում վարձակալել էր այս կառուցապատող ընկերության սեփականատիրոջ մայրը, այդ տարածքները ուղակի վաճառքով, առանց աճուրդի, առանց մրցույթի վաճառվում են իրենց եւ էլի այդտեղ գնային առումով ինչ որ խնդիր կար, որովհետեւ առինջում քառակուսի մետրը 790 դրամով իմ կարծիքով ցածր թիվ է, չգիտեմ, նաեւ մասնագետներն են ասում անշարժ գույքի, որ բավական ցածր է, էլի այդ հողամասի պատմականորեն չկա գինը, որ համեմատենք։ Համեմատելու բաներ կա այդտեղ շրջակա տարածքների վաճառքի գները ու դա իրոք փոքր թիվ է, էլի 790 դրամը քառակուսի մետրի համար, այդ տարածքները վաճառվել են, համայնքի ղեկավարը որոշումը կայացրել է, մի քանի օր հետո ավականին նիստ ա գումարել եւ շատ արագ այդ տարածքները վաճառվել են։ Այդ ժամանակ էլ Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել, քանի որ նախկին համայնքի ղեկավարը հրաժարական էր տվել, դեռ չէր խոշորացվել Աբովյան համայնքը եւ Առինջը առանձին համայնք էր։ Հայկ Մկրտչյանն էր համայնքի ղեկավարը, ով հիմա Կոտայքի փոխմարզպետն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, ու բավական վաղուց ՀԿՊ-ական անդամ էլի 2015 թվականից, եթե չեմ սխալվում։ Եվ հետաքրքիր է նաև, որ Հայկ Մկրտչյանը նույնպես այս շենքում բնակարան է ձեռք բերել, ու ոնց որ դա էլի մեզ համար կասկածելի այդ հանգամանքը, որ իր պաշտոնավարման շրջանում այս հողերը այտենց արագ ուղակի վաճառքով օտարվել են, հետո ինքը այդտեղ բնակարան է ձեռք բերել։ Այդ հողերի մասով էլի այդքանն էինք բարձել, այդ մյուս հողամասի հետ կապված այտենց խնդիրներ, որպես այդպեսին չկար, այդ ընկերության փոխտնօրենի հորը պատկանող հողատարածքներ օգոստոսի 23-ին է, որի վրա townhouse-ները թե
Չէ, townhouse-ները orange-ի այդ նույն հողամասի նույն տարածքի մեջ են։ Որ ասենք լրագրողը փորձում է ստանալ տվյալներ, պատմականորեն հետ է գնում, ունենում է գործող կերպարներ, ոնց է աշխատում, որ ասում են դետեկտիվ կինոն լինում է, պատի վրա թափանցիկ ապակու վրա գրում են կերպարները, ասենց կապերը տալիս են, բան այդպես ոնց է աշխատում սովորաբար, այդ կապերը ոնց է բացահայտում։ Հա, եթե մենակ ես աշխատում, տենց դրա թղթի վրա, չգիտեմ։ Հա, քո համար թղթի վրա գրում ես, բայց օրինակ ոնց որ տեսանյութում է ներկայացված, գրեթե նույն ձևով մենք արել ենք, տենց առանձին ճիշտ է նկարները չենք տպել, կպցրել գրատախտակի վրա, բայց էլի գրատախտակը դրել ենք, սկսել ենք գրել կապերը, օրինակ այս հողամասը, այս ինչ մարդունն էր, այստեղ գործին խառնվում է Մեհեր Բաղդասարովը, ով ՊՏՂ-ի համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձ է, համայնքի ղեկավարի վրա հիմա քրեական գործ կա, դատախազությունը իրենց հողերա պահանջում, որոնք ՊՏՂ-ի համայնքի հողերի տենց ահռելի մասը տենց սեփականաշնորհվել է իր պաշտոնավարման ժամանակ եւ բավականին մեծ քանակի տենց ապօրինի գույք է կուտակել Մեհեր Բաղդասարովն էլ այդ գործերով անցնում էլի ապօրինի հողերի օտարման եւ ինքն էլ այդ շենքերում 16 բնակարան է ձեռք բերել եւ այդտեղ բավականին կասկածելի էր մարդը ապօրինի լիքը գումար ունի գալիս է մտնում աստեղ այդ մենք չենք ասում որ ունի այդ ոնց որ դատախազությունը ասում է որ ապօրինի ծագման գումար կա այստեղ ու այդ մարդը գալիս է այս շենքում որի սեփականատերը իշխանությունների հետ փոխկապակցված մարդ է այսինքն իր անկերություններից մեկի տնօրենը Հայկ Կոնջորյանի եղբայրն է Ավետ Կոնջորյանը ավելի ճիշտ էր մի քանի ամիս առաջ դուրս եկավ դեկտեմբերի վերջին չէ հունվարի առաջին աշխատանքային օրը դուրս եկավ ընկերությունից դա մեր առաջին հրապարակումից հետո էր ու այդպես գրում ենք չգիտեմ գրատախտակի վրա կապերն ենք ցույց տալիս հետո դե ամբողջ տվյալները հավաքում ենք միտեղ դասավորում ենք թղթապանակների մեջ Google Drive-ում օրինակ չգիտեմ դասավորում ենք թղթապանակների մեջ որ տենց չխճճվեն քանի որ շատ տենց մեծ խճճված պատմություն է էլի ու տենց քննարկումներով արդեն ինֆորմացիաներն ենք ուզում համադրում ենք ու ստանում ենք պատկերը տենց ու շարադրում ենք էլի այդ ամեն ինչը գրելը ամենավերջին ու ամենահեշտ մասն է դրա ու հետո դա երևի մի քանի անգամ ստուգում եւ վերստուգում եք հա բնականաբար ստուգվում է մեր փաստեր ստուգողների կողմից ստուգվում է նաեւ մեր իրավաբանն է նայում իր ոնց որ այդ իրավական մասով էլի արդյոք մենք չգիտեմ խոցելի չենք այս բնդումը որ մենք արել ենք սա արդյոք ապացուցվում է մեր ներկայացված փաստերով թե չէ ու այդ բնականաբար դրանից հետո նաև գլխավոր խմբագիրն է նայում խմբագրում է այդ ամեն ինչը ու այս ամբողջ process-ը անցնում է այս նյութը որ այնտեղ որևէ վրիպակ սխալ չգիտեմ կիքս բաց թողում չլինի էլի որովհետև տևել է երևի դեկտեմբերին սկսել եք մարտին հրապարակել եք այո 3 ամիս տևել է մոտ Եթե գանք առիթին պատմության եւ պնդումներին, այսինքն դեկտեմբերին հրապարակվեց հոդվածը, որը պնդում էր, որ հաստատում էր, որ Կոնջորյանը ձեռք է բերել բնական չէ townhouse, ոչ առանձնատուն townhouse, շուկայականից էժան գնով եւ ինքը ահագին աղմուկ անեց, շատ տարածվեց եւ արձագանքներ եղան եւ դուք դիմել էիք պատգամավորին ինքը սկզբում չէր արձագանքել, հետո մի քանի անգամ արձագանքեց եւ ոնց որ ամբողջ խոսակցության, եթե այդպես բարձրացնեմ, այն էր, որ միայն Կոնջորյանը չի որ ձեռք է բերել բնակարան այնտեղ այդ նույն գնով։ Ինչ բարձրացիք այս ուղղությամբ։ Հա, մենք ուրեմն դեկտեմբերին գրել էինք, որ Հայկ Կոնջորյանը townhouse-ը ձեռք բերել շուկայականից էականորեն էժան գնով։ Մենք նայել էինք պարոն Կոնջորյանի հայտարարագիրը, տեսել էինք, որ ինքը ձեռք է բերել townhouse։ Դե բնականաբար ասցինք տեսնենք որտեղ է, ինչ townhouse-ը։ Էլի կարմիր դրոշակ է։ Հա, սպարս։ Հա, ասցինք տեսնենք ընդհանրապես ոնց է այս գործարքը տեղի ունեցել։ Ու տենց գնացինք նայեցինք որ ընկերությունն է այս ընկերությունը կառուցում է townhouse-ներ նույնատիպ կցաշար բնակելի տներ տենց եւ դրանց քառակուսի մետրը դրանք 240 քառակուսի մետր են դե բնականաբար երբ որ 240 քառակուսի մետրն ենք նայում եւ հայտարարում նշած 54 միլիոն դրամը ինքը ահռելի փոքր թիվ էր անում քառակուսի մետրի համար
Զանգեցինք կառուցապատող ընկերություն որպես հաճախորդ ուղղակի, որ հասկանանք պայմաններն ինչպիսին են, ասացին, որ պետքա վճարել միայն 180 քառակուսի մետրի համար, այսինքն բնակելի մակերեսի համար եւ դրա 1 քառակուսի մետրը 420,000 դրամ է։ Այն ժամանակահատվածում 2024-ի հուլիսին, երբ պարոն Կոնջորյանն է ձեռք բերել այդ townhouse-ը, այդ ժամանակ 410,000 դրամ է եղել, այսինքն տարբերությունը շատ մեծ չի, 10,000 դրամի տարբերություն է, ու այդ դեպքում այդ բնակարան, այդ townhouse-ը պետք է արժանար 75 միլիոն մոտավորապես դրամ։ Ինքը ձեռք էր բերել 54 միլիոն դրամով։ Դե մենք բնականաբար ոնց որ ասում ենք, ոնց է այդպես ստացվել։ Չենք ալարում, գրում ենք մեծ հարցում, ներկայացնում ենք ամբողջ դրվագները, որ դուք ներկայացրել եք 2025 թվականին ձեր 2024 թվականի գույքի եկամուտների ծախսերի տարեկան հայտարարագիր, որում sense տվյալ եք նշել, այս ընկերությունը ասում է, որ sense է, այս ընկերությունը այս գինն է հրապարակել, ոնց է ստացվել, նաև չգիտեմ, մաթեմատիկական հաշվարկն ենք ներկայացնում, որ 410 կամ 420 անգամ 180 հավասար է 75 միլիոն դրամ ու բայց դուք 54 եք գրել ու նաև այս գինը շատ հարմար ձևով, շատ պատահական համընկնում է եկամտահարկի վերադարձից օգտվելու սահմանաչափի հետ, որը 55 միլիոն դրամ է, եթե դրանից բարձր լիներ, չէր ստանա եկամտահարկի վերադարձ ու խնդրում ենք բարձաբանել այս իրավիճակը, էլի ոնց է ստացվել, որ դուք ձեռք եք բերել շուկայականից, ընկերության հայտարարից էժան գնով, պարոն Կոնջորյանը ի զարմանս մեզ չի պատասխանում մեր հարցին ու գրում է մոտավորապես գնացեք նայեք հայտարարագիրս ինչ որ պետք էր գրել եմ հայտարարագրում հայտարարագրում էր գրել էր որ 54 միլիոնով է ձեռք բերել ու մենք տենց ուրիշ տարբերակ չկար արդեն փաստերը ունենք եւ դա հրապարակում ենք դրանից հետո պարոն Կոնջորյանը տենց վիրավորական արձագանքում է հայկական լրագրության ողջ պերճանքն ու թշվառությունը վերտառությամբ ստատուս է գրում, գրառում անում, դրանից հետո մենք նորից արձագանքում ենք, ներկայացնում ենք այդ փաստերը, դնում ենք այդ ընկերության էջի սկրինշոթները, որ այս ընկերությունը հայտարարել է այսքան գին, որն է տրամաբանությունը հայտարարել բարձր գին, հետո ցածրով վաճառել, չգիտեմ, եթե ուզում եք որևէ բան վաճառեք, ինչի պետք է բարձր գին ասեք, որ մարդիկ չգան ձեզնից առնեն, էլի, որն է դրա տրամաբանությունը, չգիտեմ, դրանից հետո պարոն Կոնջորյանը դիմում է կադաստրի կոմիտե եւ ստանում է արժեքները մյուս իր հարևանների բնակարանների ձեռքբերման արժեքները։ Այստեղ արդեն խնդիր կա, որովհետեւ կադաստրի կոմիտեն ինչի է տրամադրել այդ տվյալը, դա անձնական տվյալ է, առևտրային գաղտնիք է պարունակում ու երբ որ այս վերջում էլ ճեպազրույց էր տալիս Հայկ Կոնջորյանը եւ ասում էր չգիտեմ, հետաքննող լրագրողներ են, թող դիմեն կադաստրի կոմիտե եւ ստանան, անհնար է ստանալ դա կադաստրի կոմիտեից։ Մենք փորձի համար դիմեց, չնայած որ 100 անգամ դիմել եւ մերժվել ենք, մի անգամ էլ դիմեցինք։ Կադաստրի կոմիտեն տվեց այդ տվյալը, որը տվել էր նաեւ Հայկ Կոնջորյանին, բնակարան այդ townhouse-ներից մեկի հետ կապված։ Ասցինք շատ լավ, ուրեմն փոխել է քաղաքականությունը, կարող է օրենք են փոխել, իրենց ներքին կանոնակարգն են փոխել եւ տալիս են արդեն այդ տվյալները։ Երկրորդ հարցումը գրեցինք, ասինք որ էս տալիս եք, մեզ տվեք նաև այդ townhouse-ների հետևի շենքում Հայկ Կոնջորյանի քրոջ եւ մոր ձեռք բերած բնակարանի գինն էլ։ Դե ասացին, որ դա անձնական տվյալ է, չենք կարող տալ։ Դե բնականաբար իրենց հարցնում ենք ոնց է ստացվում, այս մեկը տալիս եք, այս մեկը չեք տալիս կամ պարոն Կոնջորյանին տալիս եք, մեզ չէ։ Ասում են դե դա օրենքի խախտում է եղել, որ ձեզ տվել ենք առաջինը։ Չպետք է տայինք։ Որ մի անգամ խախտել ենք, այդ մեկը կարող ենք խախտել, իսկ այս մեկը արդեն խախտել ենք, ձեզ տվեցինք, այս մեկը էլ չենք կարա։ Բայց հիմա արդեն հրապարակվել է։ Կոնջորյանը հրապարակել է, դուք էլ ստացել եք եւ իր հրապարակած թվերը ինչ են ցույց տալի։ Իր հրապարակած թվերը ցույց են տալիս, որ այդ բոլորը այդ նույն գնի սահմաններում են գնել, բայց խնդիրն է, որ նախ մենք պնդում չենք արել, որ ինքը մյուսներից էժան է ձեռք բերել։ Եթե նման պնդում առած լինեինք, ես օրինակ մեծ սիրով կհերքեի, կասեի կներեք, սխալվել ենք, այս բոլորը այս գնով էին ձեռք բերել, ինքն էլ էր այս գնով ձեռք բերել, դա խնդիր չկար։ Մենք ասում ենք, որ ինքը ձեռք է բերել ընկերության հայտարարածից էժան գնով։ Մենք այս տվյալները չունենք, չենք էլ կարող ունենալ։ Խնդրում ենք, որ պարոն Կոնջորյանը բացատրի, թե ոնց է դա եղել։ Եթե ինքը հետաքրքրված էր, որ
չգիտեմ, որակյալ որ ճշգրիտ ինֆորմացիա հասնի հանրությանը, որ մարդիկ ճիշտ իմանան, ոնց երևում է ընդամենը ինքը 1-2 ժամում ստացել է այդ ինֆորմացիան։ Այդ ժամանակ էլ կարող էր դիմել այդ ինֆորմացիան ստանալ, ասել խնդրեմ, կադաստրի կոմիտեն ինձ տվեց այս տվյալները, 5 օր ժամանակ ուներ պատասխանելու համար, էլի։ Տեսեք, որ ես մյուսներից էժան չեմ ձեռք բերել, ընկերությունը կարող է ինչ-որ գինը հայտարարել, բայց մեզ բոլորի համար զեղ չարել, չգիտեմ ոնց։ Իսկ այդ մարդիկ ում որ ինքը հրապարակել է ստուգել է ԿՊ-ի կապ ունի։ Մեկը ԿՊ-ական ավականու անդամ է Նաիրիս Սարգսյանը, ով նաև այդ ընկերության փոխտնօրենն է։ Մյուսների մեջ կան գործարարներ, կան, չգիտեմ, IT ոլորտի աշխատողներ, ինչ-որ սովորական մարդիկ են, էլի։ Բայց խնդիրն է, որ եթե նույնիսկ պայմանագրում այդ գինն է գրած, դա դեռ փաստ չի, որ այդ գնովա վաճառվել։ Դե պետք է ապացուցենք։ Հա, նկատի ունեմ կարող է կողքից դիտողի մոտ ողջամիտ կասկած առաջանալ, որ այս ընկերությունը գնում է գործարքի մարդկանց այդ գնորդների հետ, որովհետև նմանատիպ դեպքեր դատախազությունը մի քանի դեպք հրապարակել է, երբ որ կառուցապատողները պայմանագրում նշում են էժանգին, մի մասը վերցնում են կանխիկով, որ նախ հարկերից խուսափեն, հետո էլ մարդկանց համար էլ դա ձեռնտու է, որովհետև եկամտահարկի վերադարձ են այդ ստանում։ Դա պետք է ապացուցենք, եթե չենք ապացուցել, մենք դա չենք կարող պնդենք, էլի։ Այդպիսի կասկածներ կարող ենք ունենալ, բայց պնդել չենք կարող, որտեղ ապացույցներ չունենք։ Հիմա մենք կարող ենք պնդել, որ այս ընկերությունը հայտարարել է քառակուսի մետրի համար 410-ից 420 հազար դրամի գին եւ վերջնարդյունքում պայմանագիր է կնքել 300 հազար դրամով։ Առինջում ոչ այն ժամանակ, ոչ այս պահին քառակուսի մետրը 300 հազար դրամով բնակարան, townhouse, առանձնատուն գնել հնարավոր չէր։ Հրապարակումը որ եղավ դեկտեմբերին, որովհետեւ դուք չէիք պնդել, որ Կոնջորյանը մյուսներից էժան է գնել, բայց ինքը առիթ տարավ հնարավոր կոռուպցիոն կապացությունների էքսկլյուզիվ գնի խմբակցության ղեկավարի համար երևի նաև դա բերեց աղմուկի, ինչպես նաև իհարկե բերեց աղմուկի իմ կարծիքով ոչ այդքան էֆեկտիվ հաղորդակցություն հենց իր կողմից, եթե մի էֆեկտիվ հաղորդակցվեր եւ պատասխաներ ձեր հարցումներին, երևի թե այդպես չէր լինի, բայց նաև առիթ դարձավ այս երկրորդ հետաքննության, այդպես է ստացվում։ Կանեիք այդ երկրորդ հետաքննությունը, եթե չլներ առաջի եթերապարակումը կամ այդ հետաքննությունը։ Չեմ կարծում, որովհետև հենց առիթը դա էր եղել։ Մենք ոնց որ տեսել ենք այդտեղ կասկածներ, որոնք պարոն Կոնջորյանը որևէ կերպ չէր հերքել, այսինքն մեր գրած տվյալներից որևէ մեկը չէր հերքել, եւ դա մեզ համար տենց կասկածելի էր, էլ ինչ կարող էինք անել, ոնց որ այդտեղ մեր բանը ավարտվում էր, իր բնակարանի այդ բան դեպքով, էլի մարդը բնակարաններ ձեռք բերել, ընկերության հայտարարածից այդ շուկայական գնից էժան գնով, մենք դրա մասին այդ ինֆորմացիան ուղղակի հանրությանը ներկայացրել ենք, որ իրավապահները արդեն իրանք բոլոր բացահայտման գործիքները ունեն, կարող էին գնալ եւ բացահայտել, եթե չեմ սխալվում, քրեական վարույթ կա կամ ուսումնասիրվում է այդ դրվագը հակակոռուպցիոն կոմիտեի։ Այս ձեր հրապարակման հետ կապված կարծեմ կա։ Առաջին հրապարակը։ Առաջին իմաստն ասում, երկրորդը դեռ չգիտեմ։ Առաջին իմաստն ասում։ Հա, կա գործընթաց գնում է, ոնց որ մեր պարտքն էր դա, մենք ներկայացրել ենք հանրությանը եւ իրավապահներին, որ դա գնան եւ ուսումնասիրեն։ Բայց պարոն Կոնջորյանը շատ տենց ագրեսիվ արձագանքեց այդ հրապարակումներին, նախ որևէ կերպ չէր հաղորդակցվում մեզ հետ մինչև հրապարակումը, որովհետեւ մենք իրեն հարցում էինք ուղարկել, կարող էր պատասխանել այդ հարցմանը ուղղակի եւ այդ դեպքում մենք արդեն կփորձեինք հասկանալ, թե ոնց է ստացվել, որ այդ բոլոր մարդիկ, չգիտեմ, կամ մեր համար դա արդեն բան կլիներ, որ բոլորը այս գնով են առել, այդտեղ ուրեմն խնդիր չկա։ Այդ քանի որ չեղավ, մենք դա հրապարակեցինք, տենց դրան հետևեց այդ վատ արձագանքը եւ որոշեցինք, որ պետքա խորանալ, տեսնել, թե ինչ կա այս ընկերության հետևում, ովքեր են այդտեղ։ Ու դες հետաքրքիր արդեն դեպքերը բացահայտվեցին, էլի։ Եթե 4 փաստերով գնանք, երկրորդը ինչ է բացահայտում, ինչ կապեր է բացահայտում, եթե ասենք կետերով ասենք, եւ ինչ կոռուպցիոն հնարավոր ռիսկ դեպքերի մասին կարող է խոսել, որով կարելի է հույս ունենք, որ կզբաղվեն իրավապահները բոլոր տեսակի, էլի։ Երկրորդ դեպքում այստեղ կա հողերի շատ կասկածելի օտարման դեպքեր, համայնքի բնակիչ, համայնքին պատկանող, մեծ բոլորիս պատկանող հողերը, որ կասկածելի ձևերով օտարվել են։ Զբոսայգու տարածքը, որը երբեք չպետք է օտարվեր, ինքը օտարվել է ու կոպեկներով է օտարվել, հետո
դա վաճառվել է այդ ընկերությանը ու դրա դիմաց ստացել են հասարակական տարածքներ, այդ մի դեպքն է, հետո ապօրինի ծագում ունեցող ըստ դատախազության ապօրինի ծագում ունեցող փողեր ունեցող մարդը եկել է այստեղ ներդրում արել բնակարաններ ձեռք բերելու տեսքով եւ ինչ որ ձևով դա օրինական հիմա բնակարաններ ունի այդ մարդը, ով ըստ դատախազության ապօրինի ծագում ունեցող գումարները վերածել է բնակարանի, գումարը վերածել է անշարժ գույքի։ Այդ երկրորդ դեպքն է։ Երրորդը, որը հանրության համար կարող է նաև հետաքրքիր լիներ, որ երկու քաղաքական ուժեր, որոնք այտենց համապետական մակարդակում իրար հետ այտենց անհաշտ հակառակորդներ են, իրար քննադատում են անընդհատ Բարգավաճ Հայաստան եւ քաղաքացիական պայմանագիրը, տեղական մակարդակում իրենց ներկայացուցիչները լավ էլ համագործակցում են։ ՔՊԱ-ական ավականու անդամ այդ ընկերության փոխտնօրենն է եւ Աբովյան համայնքի ղեկավարով ԲՀԿ-ից է, իրենց այդ գործարքի մեջ է մտել, հողամաս է վաճառել, բնակարան հասարակական տարածք է ձեռք բերել, շատ արագ շինթույլտվություններ է տվել, նաև չինեմ շմագներն են բավականին արագ ստացել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական եզրակացությունը։ Եթե կանխավարկածներով գնանք, առաջին հրապարակման կանխավարկածը որն էր հաստատվեց թե չէ, եւ երկրորդ հրապարակման կանխավարկածները որոնք էին հաստատվեցին թե չէ։ Առաջին հրապարակման կանխավարկածն էր, որ Հայկ Կոնջորյանը ձեռք է բերել շուկայականից էժան գնով բնակարան եւ դա մենք հստակ ցույց ենք տալիս, որ այս բնակարանի գինը 75 միլիոն դրամ էր։ Ընկերությունը այդքանով էր վաճառում այս բնակարանները։ Նույնիսկ իր այդ ընկերության հայտարարած ամենամեծ զեղչը քառակուսի մետրի համար 380,000 դրամն է եղել։ 300,000 դրամով է պարոն Կոնջորյանը ձեռք բերել այդ բնակարան, այդ townhouse-ը։ Դա մենք հաստատում ենք։ Ուրիշ բան, որ, չգիտեմ, մենակ ինքը չի կարող ինքը վերնագիր լինել Հայկ Կոնջորյան եւ եւս, չգիտեմ, քանի հոգի։ Եվ եւս 12 հոգի։ Ու բացի մեկից ով 60 միլիոն դրամով էր ձեռք բերել, մյուսները բոլորը ավելի էժան գնով են ձեռք բերել։ Հիմա իրենք ինչքան էլ որ փորձում են ցույց տան, որ մենք, չգիտեմ, գուցե իրենք սխալ են հասկացել ուղակի մեր պնդումը կամ ուղակի մանիպուլացնում են, որովհետև մենք չենք ասել, որ դուք մյուսներից էժան եք ձեռք բերել։ Մենք ասում ենք, որ ընկերության հայտարարածից եք էժան ձեռք բերել։ Այսինքն պնդում չկա, որ այդտեղ Հայկ Կոնջորյանի եւ կառուցապատողի մեջ կա էքսկլյուզիվ գին եւ կոռուպցիոն կապ, թե կա։ Ոչ, այդպես պնդում չի եղել։ Եղել է պնդում, որ ընկերությունը մի գին է հայտարարել, դուք մի ուրիշ գնով ձեռք եք բերել, ավելի էժան գնով։ Ոնց է այս գործարքը եղել, մենք չգիտենք, ոչ ներկա ենք եղել, ոչ փաստեր ունենք, ոչ տվյալներ ունենք, դրանք մենք չունենք։ Մենք կարող ենք կասկածներ ունենալ, բայց դրանք ոնց որ մեր անձնական կասկածներ են։ Մենք այս ինֆորմացիան, որտեղ տեսնում ենք ռիսկեր, տալիս ենք հանրությանը, ասում ենք, տեսեք, sense դեպք կա։ Իրավապահներ ջան, տեսեք, sense դեպք կա։ Կարող եք գնալ ուսումնասիրել, եթե ուզում եք ուսումնասիրել, եթե կա քաղաքական կամք ուսումնասիրել ու պարզելու, գնացեք, ուսումնասիրեք, պարզեք եւ մարդկանց ներկայացրեք։ Ասեք օրինակ, հաստեղ կոռուպցիոն կասկած կար, մենք, չգիտեմ, ուսումնասիրեցինք եւ պարզեցինք, որ որևէ խնդիր չկա, այս ընկերությունը ուղղակի բարձր գներ էր հայտարարում։ Իրական գինը այսքան էր, բան տան։ Այդ է եղել մեր առաջին հոդվածի պնդումը։ Երկրորդի կանխավարկածն է նա, որ հանրային նշանակության տարածքները, զբոսայգին օրինակ, համայնքային հողերը առինջի դեպքում օտարվել են էժան գներով, դրանից հետո այդ օտարման մեջ ներգրավված որոշումներ կայացնող պաշտոնյաները ստացել են գույքեր, այսինքն ֆինանսական հետևանքներ ա ունեցել, գույքեր են ձեռք բերել այդտեղ եւ դա մեզ համար կոռուպցիոն կասկած է, դա մենք ներկայացնում ենք իրավապահներին եւ հանրությանը։ Երկրորդ, որ իրենք շատ արագ են տեղի ունեցել այս շինթույլտվություն, նախագծման թույլտվություն, ավարտականակ շատ արագ ստացել են եւ էդ էլ կա եւ նաեւ որ այս ամբողջի հետ մեկտեղ այս բիզնեսների հետ կապված պաշտոնյաներ եւ նրանց ընտանիքի անդամներ կան։ Հայկ Կոնջորյանի եղբայրը, ով դուրս է եկել արդեն այդ ընկերությունից, բայց այդ Million Mining ՍՊԸ կա, ով կառուցում է այդ բնակարանները եւ Million Realty ՍՊԸ կա, ով վաճառում է այդ բնակարանները։ Անշարժ գույքով զբաղվող ընկերությունն է։ Երկուսի հիմնադիրն էլ Բաբկեն Հովակիմյանն է, Million Realty-ի տնօրենը Հայկ Կոնջորյանն էր։ Հիմա Հայկ Կոնջորյանը
Հայաստանի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի եղբայրն է։ Այդ ընկերության փոխտնօրենը ավականու անդամ է ու այդ ավականին ինքը նաև կողմ էր քվեարկել իրենց ընկերությանը հողամասի ուղակի վաճառքով օտարմանը, որ այդտեղ ակնհայտ շահերի բախում կա էլի։ Առաջին հրապարակումից հետո, երբ որ հետքը ասաց, որ երկրորդ հրապարակումն է դելու, նաև շատերի մոտ սպասելիք կա, որ երկրորդ հրապարակումը ապացուցելու է Կոնջորյանի էքսկլյուզիվությունը եւ կոռուպցիոն ռիսկը հենց առաջի այդ հրապարակման մեջ գրված այդ town house-ի ձեռքբերման հետ կապված։ Այսինքն այդպեսի նաև սպասելիքներ կային։ Շատ լավ, բայց մեր առաջին գրածից որևէ բան չի հերքվել կամ չի կարող կասկածի տակ դրվել, որ մենք էլ դա մի հատ էլ երկրորդով ապացուցենք։ Մենք երկրորդով խորացրել ենք պատմությունը եւ այս ընկերության ամբողջ այդ բանն ենք ներկայացրել, գործունեությունը այդ ընկերության եւ այս պատմության մեջ ներգրաված անձանց։ Իսկ առաջինի դեպքում էլ եմ ասում, մեր որևէ պնդում, եթե որևէ բան հերքվեր որևէ մեկի կողմից, մենք մեծ սիրով պատրաստական հերքում կտարածեինք եւ կասեինք կներեք մեր լսարանից այդ մարդկանցից, որ մենք սխալ պնդում ենք արել։ Մենք եթե պնդած լինեինք, որ ինքը մյուսներից էժան է ձեռք բերել, դա կհերքվեր էս բանով կադաստրի կոմիտեի տված ինֆորմացիայով ու մենք հերքում կտարածեինք, բայց մեր որևէ պնդում, որ մենք առաջին նյութում արել ենք, չի հերքվել։ Այսինքն փաստ է, որ 54 միլիոնով է ձեռք բերել, փաստ է, որ այդ ընկերությունը 75 միլիոնով է առաջարկել գնել այդ մարդկանց, այտենց գովազդ արել, ասա եկեք, այստեղ town house-ներ են վաճառում, որոնց արժեքը 75 միլիոն դրամ է։ Եվ տեսանյութում եք ասում քննարկման ժամանակ, որ սպասում եք, որ ինչպես սովորաբար դինում է կամ հաճախ լինում եւ դա շատ լավ է հետքի հրապարակումից հետո իրավապահները կզբաղվեն գործերով եւ դուք էլ երևի ինչ սպասելիքներ ունեք, այսինքն սպասելիքներ կան, որ ձեր 2 ամսվա աշխատանքը կամ 3 ամսվա աշխատանքը իզուր չի անցնի եւ կլինեն հետևանքներ եւ գուցե քրեական գործերի եւ այդ պրոցեդուրաների ավելի թափանցիկ դարձնելու եւ ի վերջո հասարակական շահի, որովհետեւ մենք խոսում ենք հանրային շահի մասին, երբ որ խոսում ենք հողերի ոչ թափանցիկ եւ կոռուպցիոն ռիսկերով օտարման մասին, ինչ ակնկալիքներ ունեք ձեր աշխատանքի արդյունք որպես։ Հուսով ենք, որ դատախազությունը, չգիտեմ, հակակոռուպցիոն կոմիտեն կուսումնասիրեն մեր հրապարակումները եւ դա առաջինը արդեն ուսումնասիրում են, երկրորդն էլ կուսումնասիրեն եւ կգնան այդ հողերի հետևից կպարզեն, թե ոնց է ստացվել, որ այս արքու վաճառքի գործարքները տեղի են ունեցել ու եթե այստեղ ապօրինություն կա, ես ուղղակի չգիտեմ ինչ հետևանքներ կարող է ունենալ, էլի այդտեղ արդեն շենք է կառուցված, այդ զբոսայգու տարածքը արդեն օտարել են, բայց պետությանը, եթե դա հաստատվում է, ուրեմն վնաս է պատճառվել, 60-րդ հոդվածի հող օտարվել է, որը չպետք է տեղի ունենար, օտարվել է շատ արագ եւ կասկածելի հանգամանքներում, առինչ համայնքի հողերը, հուսով ենք, որ կգնան սրա հետևից, սա կդառնա քրեական գործ, քրեական վարույթ կնախաձեռնվի եւ իրավապահները մինչեւ վերջ կգնան ու ամեն ինչ կանեն այս բացահայտելու ուղղությամբ։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։